Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 27-ն է 2026 թվական։ Մի քիչ վատառողջ եմ, բայց ոչինչ կդիմանամ, տես բաների ենք դիմացել։ Անցանք առաջ։ Ընտրությունների հետ կապված մի հատ կարծ սկսեմ, ուրեմն այսօր հայտարարություն տարածվեց, կոնկրետ չասեմ ինչ կողմից, որ պետք է հուշագիր ստորագրել կուսակցությունների միջև, որպեսզի նրանք ընտրություններից հետո ովքեր շեմը հաղթահարեն, բոլորը միավորվեն ընդդեմ քաղաքացիական պայմանագրի, որ նրանց այն չտան եւ այլ եւ այլ։ Իհարկե, եթե պաշտոնապես դիմելու են բոլոր կուսակցություններին, կդիմեն նաեւ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը եւ կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը կպատասխանի։ Դրա համար ես ասեմ իմ մասնավոր կարծիքը դրա հետ կապված։ Երբ որ հարց է գնում համախմբվել, երկիրը շատ վատ վիճակում է, պետքա ամեն ինչ անել, դրա դեմն առնել, այս կողմից շատ գեղեցիկ է հնչում, ամենայն հարգանքով կազմակերպիչների, որտեղ երկուսին անձամբ ճանաչում եմ, բայց խնդիրն ուրիշ է։ Մենք միավորվում ենք ում ծրագրի շուրջ։ Հնգամյա ծրագիր ենք ներկայացնել, ում ծրագիրն է դա։ Չես կարող գնալ ընտրության, ասել գնում ենք ընտրության, հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, որ Սերժին մերժել է փողոցում, է մերժել, իշխանության է եկել, բայց ոչ թե ծրագիր է ներկայացել հնգամյա, ժողովրդի վստահությունը ստացել եւ եկել ծրագիրը կոչվում է մերժենք Սերժին։ Հիմա ձեր ասածն է մերժենք Նիկոլին։ Լավ, մերժեցիր, ինչ ծրագիր ես բերում։ Ուր է մեր երկրի ռազմաքաղաքական տնտեսական տիրույթը։ Մենք ամեն ինչից կարող է խոսանք տնտեսական քաղաքականություն, իրավական դաշտ, սոցիալական քաղաքականություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություն, այդ ամեն ինչը շատ գեղեցիկ է հնչում, բայց այդ ամեն ինչը կյանքի կոչելու համար մի հատ պետք է հասկանանք, այս աշխարհում, այս հարափոփող աշխարհում, այս փոխկապակցված աշխարհում, որտեղ ենք տեսնում մեր երկրի տեղն ու դերը, տարածաշրջանում, աշխարհում, որտեղ ենք տեսնում։ Դրանով է նաև պայմանավորված այդ մնացած քայլերը։ Չես կարող լինել Պուտինի եւ Լուկաշենկոյի գործընկերը, ամեն ինչով ինտեգրվես նրանց հետ, ես ստեղծես մի հատ առանձին վերցրած ժողովրդավարական պետություն, առանձին վերցրած շուկայական տնտեսությամբ, լրիվ իրավական դաշտը կարգավորված, անկախ դատարաններով չի կարող նման բան լինել։ Եթե ձեր նպատակն է, որ այո, հեռացնել Նիկոլ Փաշինյանը, լավ եք ասում, ով ասում չէ որ։ Բա ոնց եք պատկերացնում։ Բան չի չեք մի հատ էլ նշում, որ բոլորով հավաքվեն Նիկոլ Փաշինյանին մերժեն, բոլորով մերժեն նաև ռուսամետ ուժերին։ Բա դա էլ ասեք։ Այսինքն դուք մեր երկրի ապագան որտեղ եք տեսնում։ Տեղից էլ մեր առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը անկախ իրանց մասնակցության ձևաչափից 3-ներ ռուսական տիրույթում են։ Եվ որի արդյունքում մենք ունեցանք Նիկոլ Փաշինյան։ Հիմա ինչ եք առաջարկում։ Նորից վերադառնում ենք նրանց, կապ չունի ում դեմքով, կապ չունի ում տեսքով, վերադառնում ենք նրանց, բա ուզում եք ասեք, մենք էլ ասում ենք Ժողովուրդ ջան, ծրագիր ես ներկայացնում, համագործակցության ինչ ձևաչափ ես նայում։ Մարդը գալիս է ասում է, ես մեր երկրի ապագան տեսնում եմ Եվրամիություն, ՆԱՏՕ, Ամերիկա։ Դուք էլ ասում եք մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի հետ ավելի հարաբերությունները սերտացնենք, ԵԱՏՄ եւ սառած հապկը տաքացնենք։ Մենք ընդհանուր ինչ ունենք իրար հետ։ Պետք է հասկանաք, չէ՞։ Եթե այդքան շատ եք մտահոգված Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելու, եթե այդքան շատ եք մտահոգված համախմբման համար, ում տեսնում ենք բոլորը համախմբումից են խոսում, այդ գործնական քայլ չտեսանք։ Էլի միակ գործնական քայլը մենք ենք արել։ Խոսում եք դրա մասին, եկեք խոսանք որպես կոմպրոմիսային տարբերակ, ասենք մերժում եք նրանց էլ, օգնեք այդ կոմպրոմիսային տարբերակը կյանքի կոչենք, որովհետև արդյունքում հիմա տեսեք մեզ ինչ է սպասվում, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, եթե մեզ չընտրեք պատերազմ է ալնելու, պատերազմի արդյունքում Հայաստանը վերանալու է, մյուս կողմն էլ ասում է, եթե մեզ չընտրեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերացնելու է, տալու է Թուրքիային եւ այլ եւ այլ։ Թվում է թե երկուսն է շատ լավ ծրագիր են բերել։ Լավ բաներ են անում, մեկը խաղաղություն է բերել, մեկը բարեկեցություն է բերել, բայց երկուսն էլ ասում են մենք չեղանք Հայաստանը չի լինելու։ Էս է ձեր, այս բայղուշությունն է ձեր դրական ծրագիրը։
Բա մենք երբ որ կանգնում ենք, քննադատում ենք, ասում ենք իշխանություն դու ես սխալանում, ռուսամետ ընդդիմություն դու ես սխալանում, բայց մենք էլ ասում ենք ոչ թե մեր նպատակն է մերժենք նրան ու նրանք, այլ հանունի գաղափարն է նպատակը։ Մենք տեսնում ենք մեր երկրի ապագան քաղաքակիրթ երկրների գործընկերության շրջանակներում, ընտանիքի անդամ լինելով։ Բա դրական էլ ո՞նց է ալնում։ Այդ ենք ասում։ Դուք ասում եք մենք չլենք Հայաստանը կվերանա, նա ասում է մենք չլենք Հայաստանը կվերանա։ Մենք մի անգամ լսել եք ինձանից կամ Գուրգեն Սիմոնյանից, որ ասացել ենք, եթե մենք չընտրվենք Հայաստանը կվերանա։ Այդպես բան գոնե մտնելով է տանց, նոր մեզանից կարա հնչի։ Բայց ժողովուրդ ջան, այս ինչ են ձեզ, ինչի առաջ են ձեզ կանգնացրել։ Հիմա եթե այնպես ստացվի, որ Նիկոլ Փաշինյանը հեռու իրանից մարդ ես էլի, ամեն ինչ էլ կարա ալի, հիվանդություն կա, դժբախտ պատահար կա, աշխարհի ինչ հայտնի մարդիկ են դժբախտ պատահարի զոհ են դառել։ Ոչ մեկս չենք դա պլանավորում, ոչ էլ կուրախանանք, որ տենց բան լինի, բայց սազական չի, բայց կարա չէ տենց բան լինի։ Ուրեմն եթե Նիկոլ Փաշինյանը չկա, Հայաստանը վերանալու է, լուրջ եք ասում։ Հիմա ինչ ենք անելու, որ դեմն առնենք։ Նիկոլ Փաշինյանը չկա։ Որպեսի մարդիկ գլխի չընկնեն ու Հայաստանը չվերացնեն, պետք է գնանք ChatGPT-ի մոտ, հա, ասենք ChatGPT ապրած կենա։ Մեզ մի հատ խնդրում ենք մի հատ Նիկոլ Փաշինյանի նմանակ սարքես, որին տանենք նստացնենք աթոռին, որ հանկարծ հարևանները գլխի չընկնեն, որ ինքը չկա, ու հանկարծ Հայաստանը չվերացնեն, հա։ Իսկ այն մյուսն էլ ասենք կամ էլ թե չէ, դե մենք էլ խոսում ենք մեր սրտում է մեր պատմական հայրենիքը, մեզ էլ ասում է գործ չունեք, մենք նոր Հայաստանն ենք, մենք էս է մեր Հայաստանը։ Մեր սրտում էլ մեր պատմական հայրենիքն է, ծովից ծով Հայաստանը։ Ինչ եք կարծում, ChatGPT-ն ինչ կասի, որ պատկերացնի պետք է Նիկոլ Փաշինյանի նմանակ ստեղծի, կասի տուր լա այդ ծովից ծով Հայաստանի քարտեզը տուր, ոնց որ դա ավելի հեշտ գործա, քան սա։ Ինչի Նիկոլ Փաշինյանի նմանակ ստեղծելը հնարավոր է։ Ինքը աննման է, ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք մեկի Պուտինի նմանակն ավելի հեշտ է։ Իր տեղը նստում է, մի քիչ քայլում է, մի ուրիշ ուղղությամբ քայլում է, ձեռը մի ձևի բռնում է, կախում է, բոլորը իրար նմանը շատ հեշտ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի նմանակ ո՞նց է ստեղծում։ Ինչ գիտես նա կարտոշկեն ո՞նց է ուտելու։ Ինչ գիտես այն շուջուխը բռնած ո՞նց պետք է բռնի ուտի։ Խոզը ո՞նց պետք է խանձի։ Ինչ գիտես մարդկանց հետ ինչ կռիվ պետք է անի մետրոյում։ Այսինքն լա դուք պատկերացրեք հանկարծ նույնիսկ արհեստական ինտելեկտին ասեք Նիկոլ Փաշինյանի նմանակ ստեղծեք 5 րոպե հետո կբռնվի։ Ու այս ձևով եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան։ Կամ էլ այն մյուս կողմի հետ կապված մի բան էլ ուղղակի կարդա, որ պատկերացնեք։ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարին մասնակցելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է ունեցել գործարարների հետ, որի ընթացքում առաջարկել է գումար նվիրաբերել պատերազմական գործողությունների համար։ Պուտինն օլիգարխների հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմի շարունակությունը և դրա ֆինանսավորումը։ Պուտինն առաջարկել է խոշոր բիզնեսին կամավոր վճարումներ կատարել բյուջե։ Որոշ գործարարներ արձագանքել են խնդրանքին հենց հանդիպման ժամանակ։ Միլիարդատեր Սուլեյման Քերիմովը օրինակ խոստացել է 100 միլիարդ ռուբլի ներդնել։ Նորություն է ձեզ համար, որ Պուտինը դնելու ասի եկեք մուծվեք։ Առաջի անգամ եք լսում։ Եվ այն չի է, որ սա մամուլը արտահոսք արելի փրթե, բայց այդ մամուլի արտահոսքին Պեսկովը պատասխանել է մամուլի խոսնակը նախագահի։ Եվ ասում այո, տենց հանդիպում եղել է, այո, Պուտինն էլ ողջունել է, որ մարդիկ հասկանում են, որ իրանք ժամանակին այս պետության հաշվին փող են աշխատել, բա պետք է մուծվեն, բա ինչ պետք է անեն։ Իսկ մոտարապես պատկերացնում եք այդ 100 միլիարդ ռուբլին ինչքան գումարի մասին է խոսքը դոլարով։ 1 միլիարդ 200 միլիոն դոլարից մի քիչ ավել, ժողովուրդ ջան։ Բա որ Պուտինը մի օր կանգնի ասի այդ Հայաստանի վրա այդ ինչ ներդրում եք անում։ Ես պատերազմի մեջ եմ, ես ինչ խաղեր եք տալի։ Ռուսաստանի հաշվին փող եք աշխատել, տանում եք Հայաստանում ներդրում անեք, ինչ ենք անելու։ Այդ սա խոստումներն ինչ ալնելու։ Եթե Պուտինը տես բան չասի, ուրեմն պետք է այդ ինչ կախվածության մեջ լինենք Պուտինից, որ չասի։ Իսկ եթե Պուտինը ասի, այդ ինչ կախվածության մեջ պետք է լինենք Պուտինից, որ իրանից կախվածելի այս բոլոր խոստացած ծրագրերը արվելու է, թե չէ։ Ու չես կարող ասել ուրիշ երկրում էլ բիզնես ունեն։ Եթե Ռուսաստանի բիզնեսի վրա թաթը դնի Պուտինը, ընեց օին կկանգնացնի, որ դրսի փողերն էլ կբերեն կտան իրան։
հաստատ Ռուսաստանը այդ հնարավորությունները ունի։ Ինչ գոնե այդ կարողանում է անի։ Սրա վրա ենք մենք կառուցում մեր ամբողջ գլոբալ քաղաքականությունը, մեր երկրի ապագան։ Բա դրա համար, Ժողովուրդ ջան, այս այն ինչ որ մարդկանց վախացնում են ու ասում են, դուք պատկերացրեք նույն բանը լինելու է սահմանադրության հետ։ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը նախաբանը հանեց։ Ու ներկայացնում հանրաքվեի։ Դա ըլնում է հանրաքվեն ընտրություններից հետո։ Նիկոլ Փաշինյանն ասում է, բայց ձեզ խաղաղություն էի խոստացել, քանի որ դուք ինձ վստահել եք, նախաբանից էլ հանել ենք սահմանադրությունը, նախագիծնել ձեզ ներկայացրել ենք մինչև ընտրություն։ Եթե ինձ ընտրել եք, ուրեմն դուք այդ սահմանադրությանը այո եք ասել, մնացը տեխնիկական հարց է, որ դե գնաք քվեարկեք։ Ու հիմա գնում են մարդիկ քվեարկում են ու քվեարկում են դեմ այդ սահմանադրության, ինչ են անում։ Այսինքն մենք հիմա պատերազմ ենք մեր գլխին բերում, որտեղ Նիկոլ Փաշինյանը Ալիևին խաղաղություն է խոստացել, Ալիևն էլ ասում է չհասկացանք, բայց նախաբանը հանել էիք։ Բամռացաք, որ Ալիևն էլ մի շարք պաշտոնյաներ ասել են, մենք չենք ուզում պայմանագիր ստորագրել Փաշինյանի հետ, մենք ուզում ենք պայմանագիր ստորագրել հայ ժողովրդի հետ։ Մենք պետք է վստահ լինենք, որ որևէ հաջորդ եկողը այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը զիջել է, մեր ձեռքից չի վերցնելու։ Այսինքն իրան պետք է որ հերիք չի Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Մի հատ տեսնի, որ հետընտրական զարգացումներով իրան չեն տապալում, որ նոր մի հատ համոզի ու այդ սահմանադրությունը սուսուփուս կանցնի, նոր կարա համարի, որ կարելի է վստահել, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հայ ժողովրդին կոտրել։ Բայց ինչ էին այդ հայտարարություններն անում։ Հիմա դուք պատկերացրեք, կոպիտ օրինակ բերեմ, պատկերացրեք։ Նիկոլ Փաշինյանը այս սահմանադրության մեջ գրում, հա, որ ով որ ինձ քննադատի, ես իրավունք ունեմ տեղում իրան գնդակահարել։ Եվ մեկ է նախաբանից հանում է անկախության հռչակագիրը։ Դուք գնում եք, եթե հանկարծ այդ սահմանադրությանը ոչ քվեարկեք, նշանակում է դուք կողմ եք պատերազմին։ Որովհետև ամբողջական փաստաթուղթ է դրվում հանրաքվեի։ Չի դրվում մի հատ կետ, որ ժողովուրդ ջան, կողմ եք, որ սահմանադրության նախաբանը հանենք։ Այսինքն նշանակում է դուք գնում եք քվեարկում եք մի սահմանադրության, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր նախկին սահմանադրությունները լեգիտիմ չեն, այս մեկը լեգիտիմ է։ Դուք պետք է քվեարկեք, որ լեգիտիմ է, բայց որպեսզի դուք քվեարկեք իր ուզածը, չանեք պատերազմ սկսելու։ Բեռը ընկնելու է ձեր վրա։ Այդտեղ ավ ժողովրդի կամքով ընդունված սահմանադրություն, այսինքն դուք սահմանադրության ոչ մի կետի հետ առարկություն չեք կարող ունենալ, որտեղ դա ամբողջական փաստաթուղթ է։ Ցանկացած բանի դեմ եք քվեարկում, դա նշանակում է դուք պատերազմ եք ուզում, որտեղ Ալիևը պահանջել է, բայց եթե ասում եք սահմանադրությունը մեր ներքին փաստաթուղթն է, դա կապ չունի Ալիևի պահանջի հետ, ու ժողովուրդը այդ ներքին փաստաթուղթը մերժում է, հիմա ինչ ենք անելու։ Պատերազմ սկսելու։ Ալիևը պետք է ասի դուք ինձ խաբեցիք, ձգում եք ոչ մի բան չեք անում, հետո Փաշինյանն էլ պետք է ասի դե դուք եք մեղավոր, սահմանադրությունը ինչի իմ ուզածը չարեցիք, բա դու ասում ես մեր ուզածն է, քո ուզածը չի, ժողովրդի ուզածն է, ժողովրդի ծոցից ելած սահմանադրությունը։ Հիմա հասկացաք ինչ խնդիրներ են մեր առաջ կանգնացնում, դրա համար պետք է առաջինը հենց դրես ու մերժես այդ մարդկանց։ Ասես դուք պետք է չանցնեք եւ դուք եւ ռուսամետ ուժերը, որտեղ դուք փորձանք եք այս երկրի գլխին, որտեղ ձեր ամբողջ քարոզչությունը նա է, մենք չեղանք Հայաստանը չի լինի, չէ մի չէ։ Էսա ձեր պոզիտիվ քարոզչությունը։ Իսկ դրա համար մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, այո, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որ նախագահն է Գուրգեն Սիմոնյանը, վարչապետի մեր թեկնածուն, ես այդ ցուցակի մեջ եմ ներգրաված, ասում ենք կունենանք մեծամասնություն, հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, չենք ունենա մեծամասնություն, կգնանք մեր բաժին կռիվը կտանք, կօգտագործենք խորհրդարանական հարթակը, կօգտագործենք միջազգային կապերը, ամեն ինչ կանենք, որ հասարակության այդ ակտիվության, այդ ոգևորվածության շրջանում փորձենք գոնե ստորագրահավաք անենք, որը նախկինը ձախողեցին մի հատ ընդամենը օրենքի ձևով, որպեսզի ուղղակի ժողովրդի աչքին թոս փչեն, բայց Եվրամիության անդամակցության ոչ մի բան էլ չանեն ու կանխեն դա, որ մենք էլ չանենք։ Հիմա կունենանք լծակներ, կունենանք ոգևորված ժողովուրդ, որին կասենք ժողովուրդ ջան, հիմա այս քայլերն անում ենք, գնում ենք, հավաքում ենք եւ պարտադրում ենք, որ դիմում գրեն Եվրամիության անդամակցության։ Անենք, փորձենք, բայց ինչ անենք։ Գնանք Նիկոլ Փաշինյանին միանանք, թե գնանք ռուսամետ ուժերին միանանք։ Այսինքն ձեր նախաձեռնության իմաստը ո՞րն է։ Որ ասեն չեք ուզում համախմբվեք։
Դրա համար ժողովուրդ ջան, նաև ասեմ, որ տեսնում եք, ասենք, ինչ պայքար է գնում, էլի, եթե հավանում եք նյութերը, սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինեի YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, ձեր մոդիկներին ասեք, դրսում եք, ներսում եք, ձեր մոդիկներին ասեք ծանոթացեք, նյութեր ուղարկեք, թող նայեն, ամենակարևորը երիտասարդությանն ասեք, պարտադիր բոլորին ասեք, մի բան էլ դա էլ ասեմ, պատկերացրեք, այս սերունդի եւ նախորդ սերունդի մեջ խզումը շատ ավելի մեծ է, քան դրանից առաջվա սերունդների հետ։ Հազարամյակներով միշտ ասել են, խզում կա, տարաձայնություններ կա նախկին սերունդի եւ ներկա սերունդի միջեւ, դա միշտ են ասել։ Միշտ էլ այդպես եղել է, բայց հիմա սա առանձնահատուկ խզում է, որտեղ դրա դեմը պետքա կարողանաս առնես։ Ժամանակին ինֆորմացիայի մի աղբյուր կար, մի քանի բան կար։ Մեծը իր փորձով նույն ինֆորմացիան ստանում էր, երիտասարդին ուղղորդում էր։ Երիտասարդն ուներ մտքի ճկունություն, մեծը ուներ կյանքի մեծ փորձ։ Այս մտքի ճկունությունն ու կյանքի փորձը դնում համադրում էիր եւ ստանում էր մի հատ լավ արդյունք։ Մեծերը հեղինակություն էին երիտասարդների համար, որտեղ ավելի մեծ փորձ ունեին, իրանց փորձով կանխում էին մի շարք անհաջողություններ։ Այսօր մենք եկանք այն ժամանակ, ինտերնետի ակտիվ ծավալվելու ժամանակ, այնպես չի որ դա վատ բան է, շատ լավ բան է, բայց հիմա եղավ խզում ինչից։ Մեծերի ինֆորմացիայի աղբյուրն ուրիշ է, երիտասարդներին ուրիշ է։ Իսկ իրանք իրանց հետ ընդհանուր հերոս չունեն մի ֆիլմի կամ ընդհանուր հերոս չունեն կյանքում մեր մարդկանց կամ մեկի հետաքրքրությունը ուրիշ է, մեկինը ուրիշ է։ Մեծը որևէ ձևով չի կարողանում իր խորհրդով աջակից լինի երիտասարդներին։ Ընդամենը մի բան կա, իր մարդկային որակներով, իր պրոֆեսիոնալ որակներով հեղինակությունը լինի երիտասարդների համար, որ ասի այո ժամանակները փոխվել են, դու շատ լավ բաներ գիտեք, ժողովուրդ ջան, բայց իմացեք կյանքում այն դժվարությունները, որ մենք ունեցել ենք, այն սխալները, որ մենք արել ենք, սխալները վերցնենք մեր վրա եւ ձեզ այդ փորձը փոխանցենք ձեզ։ Բայց եթե դուք գնաք այդ երիտասարդների տեղը ընտրեք Պուտինին, այդ երիտասարդները ձեզ կներեն։ Դուք նրանց ապագան Պուտին եք ընտրում։ Մեկը որ Նիկոլ Փաշինյանն էլ եք ընտրում, էլի Պուտին եք ընտրում, հանկարծ չասեք մենք Նիկոլ Փաշինյանն ենք ընտրում։ Եթե դուք գալիք սերունդին կտակում ես Նիկոլ Փաշինյան, այդ երեխան քեզ չի հարգելու։ Տեղից էլ որ շատ քիչ բան կա, որով կարաս խորհուրդ տաս իրան, լրիվ ասեցի ինֆորմացիայի տարբերությունը։ Բայց եթե դու գնաս իր համար Պուտին ընտրես կամ Նիկոլ Փաշինյան ընտրես, բայց դրանից հետո ինչ ես սպասում այդ երեխայից։ Եթե նրանք գոնե ինչ-որ միտեղ ակտիվ չեն, դուք որոշեք դա արեք։ Ու դրա համար նաև ալիքի հետ կապված էլ եթե ցանկություն կունենաք ձեր ֆինանսական մասնակցությունն ունենալ նյութերի տակ նկարագրական մասում այդ բոլոր տարբերակները կա արագ փոխանցման, բանկային փոխանցման եւ այլ։ Եվ ինչպես տեսնում եք շատ կարեւոր է նաև կուսակցության հետ կապվել Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ նաև նայել ինչով կարող եք աջակցել, որտեվ լավ տեսնում եք միլիարդատերները դրել են sense ցփնում են գումարները, իշխանությունն էլ անվերահասկելի փողեր է ծախսում, բյուջեի ծախսածները իրան վերագրում, բացի դրանից էլ տեսնում եք իր սրտի օլիգարխները ինչեր են անում, եւ այդ պարագայում, ժողովուրդ ջան, այս բոլորի գումարների ծագումնաբանությունը բոլորինը պարզել են։ Գիտեն, որը որտեղ ինչքան փող ունի, ինչ արել եւ բոլորը իրան կոպեկ գիտեն։ Մենակ մերն է իրանց, որ հանգիստ չի տալիս, որ նրանց 0.01%-ն էլ չենք ծախսում։ Բացում են որտեղից։ Դրա համար ժողովուրդ ջան, իմացեք թե ինչքան կարևոր է ձեր մասնակցությունը, որ ասենք ձեր կողմից, սիրելի հայրենակիցների կողմից։ Այնա տեսնում եք, որ բոլորի ծախսը բացարձակ նրանց չի հետաքրքրում, որովհետև շատ ամենամեծ խնդրը մարդիկ որ ունեն գաղափարական մարդկանց դեմ։ Ոնց ասում են, բայց հետո չենք կարալու առնենք, վախացնենք, գայթակղենք, չենք կարալու, բայց դու մեկ ինչով եք հետաքրքիր։ Դուք շատ վտանգավոր եք, եթե դուք ոչ վախենալու եք, ոչ գայթակղվեք։ Ավելի մեծ վտանգ չկա այսօր։ Թե չէ մարդիկ հանգիստ ասում են, դե լավ, ոչինչ, մենք որ կանցնենք, ով էլ կանցնի կառնենք, էլի։ Բայց որ ի սկզբանե ասպես մոռացի չի լինելու, ասում ոնց, բա մեր ինչին է պետք որ դուք կանցնեք։ Դուք չեք զգում, որ իրանց պրետենզիաները մեր նկատմամբ ինչ է։ Հայ, հավար սրա, մեկը 100%-ով գիտի Փաշինյանին ենք պաշտպանում, մեկը 100%-ով Քոչարյանին, մեկն էլ 100%-ով Սերժին։ Ես չգիտեմ, ժողովուրդ ջան, եթե այդ բոլոր 100%-ները ուղղակի իրար հետ ծանոթացնեմ, իրար հետ այդ թվերը ճշտեք, էլի, հիմա որինն է 100%։
Այսինքն դուք հասկացաք, թե առաջիկայում մեզ ինչա սպասվում։ Հիմա նայենք, երբ որ աշխարհակաղակական այս լարված իրավիճակն էլ գումարած, արչեւի ընտրությունների հետ կապված, հիմա այս վիճակն էլ որ ծայրը չի երևում ոչ ուկրաինական պատերազմի, ոչ իրանական պատերազմի, դե դուք պատկերացրեք մեր ներքին օրակարգը, որ իրար ուտում են ներքին օրակարգով, բայց արտաքին քաղաքական օրակարգը շատ էական ազդեցություն ունենալու մեր երկրի վրա։ Ու այդ ընթացքում մենք երկու կողմը ընտրում է Ռուսաստանին։ Դուք պատկերացրեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը 10 օրով մինչև ապրիլի 6-ը։ Թրամփը նշել է, որ բանակցությունները հաջողությամբ շարունակվում են։ Ում հետ բանակցությունները շարունակում տենց է չիմացանք, միշտորդավորված կետ էր ուղարկել, Իրանն էլ միշտորդավորված հետ է ուղարկել, բայց Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրել է. ոչ ոք չի կարող Իրանին եւ իրանցիներին վերջնագիր ներկայացնել, Ղալիբաֆը նշել է, որ պատերազմ հրադադար, պատերազմ արատավոր շրջանը պետք է ընդհատվի։ Ինչպես կարող է ԱՄՆ, որն ի վիճակի չէ նույնիսկ պաշտպանել սեփական զինվորներին, տարածաշրջանի իր բազաներում եւ փոխարենը նրանց թաքցնում է հյուրանոցներում ու այգիներում, պաշտպանել նրանց մեր հողի վրա, գրել է Ղալիբաֆը։ Այսինքն ցամաքային գործողությունների հետ կապված արդեն 1 միլիոն զինվոր է մոբիլիզացնում Իրանը։ Ցամաքային գործողությունը կատաստրոֆա է Ամերիկայի համար եւ Իսրայելի համար։ Իհարկե Իրան կարող է մտածեն, որ հաջողություններ կունենան, որոշակի հնարավորություններ, քաշային կատեգորիաները ակնհայտորեն տարբեր է Ամերիկա եւ Իրան, բայց ցամաքային գործողությունները շատ մեծ վտանգ է, շատ մեծ ծախսեր է, շատ մեծ զոհեր է եւ առավել եւս այն ռելիեֆը, որը Իրանն ունի եւ մանավանդ պատկերացում չունեք, թե գետնի տակ իրանք ինչ ունեն։ Եվ սա լուրջ խնդիրներ կարող առաջացնի, իսկ ցամաքային գործողությունների համար նրանք պետք է մի քանի ուղղություն ընտրեն, հաստատ բնական է հասկանում են, որ Հայաստան չեն ընտրի, որովհետև մենք էլ չենք համաձայնվի, բայց այդքան հեշտ չի մերժել Իրանին եւ այդքան հեշտ չի մերժել Թրամփին, որ տեսնում եք Թրամփը ոնց շատ նեղացկոտ բնավորություն ունի։ Մեկը մի հատ ասում է, չէ, վсё, խառնվեց արդեն, վերջ։ Այն առավոտի ծիրիկ ու դրա մասին է խոսում։ Ու սկսում է բողոքել, ինքը անհաջող է, էս այն է եւ այլ եւ այլ։ Այսինքն սա խնդիրները, որ ցամաքային գործողությունները ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում։ Հուսանք, որ դրան չեն գնա, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփը լավ հասկանում է, որ դա կարող է շատ մեծ վտանգավոր հետևանքներ ունենա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. խիստ հիասթափված եմ ՆԱՏՕ-ից, Գերմանիայի կանցլերն ասում է Իրանի պատերազմը մեր պատերազմը չէ, շատ լավ, Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ, բայց մենք օգնում ենք։ Ես կարծում եմ, որ դա շատ անտեղի հայտարարություն էր, բայց նա դա արեց եւ նա չի կարող ջնջել այն։ Հա, բայց այնպես մուննաթ է զգալի Գերմանիայի վրա Ուկրաինայի համար ոնց որ Գերմանիան Ուկրաինայի մեջ է։ Բանա, Ուկրաինան Գերմանիայի կազմում է։ Մի եվրոպական երկիրն է, մի եվրոպական նա է։ Դու էլ աշխարհի գերտերություն ես։ Աշխարհի հարցերն ու բեռը քո վրա ես վերցրել։ 94 թվականի դեկտեմբերին Բուդապեշտի մեմորանդում է ստորագրել Ուկրաինային միջուկային զենքը վերցրել, ասել ես տեր եմ։ Ուկրաինան, որ Ռուսաստանին վստահ էր, ինչի էր միշտ ճանաչում Ամերիկային ու Մեծ Բրիտանիային։ Հիմա բարեբախտաբար մեծ Բրիտանիան իր դեմքը փրկում է, ինչքան ուզում է երկրի վիճակը վատ լինի, ֆինանսական վիճակը վատ լինի, Ուկրաինային աջակցելու հարցը իր համար առաջնային պլան է։ Անկամ փոխվեցին պահպանողականները լեյբորիստներով, բայց արտաքին քաղաքականությունն ու Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքը նրանց օրակարգում որևէ փոփոխություն չկրեց։ Դրա համար շատ դեպքերում սկի դրսի ապրող մարդիկ չեն էլ նկատում, որ շատ լուրջ փոփոխություն տեղի ունեցավ այդ ընտրության արդյունքում, որտեղ այնտեղ պետք է ապրես, որ իմանաս այդ փոփոխությունը։ Դրսում մենք այդ փոփոխությունը չենք զգում։ Իսկ դրան հակադարձում է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, պատասխանել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի քննադատությանը, նշելով, որ Իրանում պատերազմը դաշինքի գործը չէ։ Ես սկզբից ասել եմ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարբերվում է նախկինում եղածից։ Մենք պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որտեղ կան ընդհանուր շահեր։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատերազմին, դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, քանի որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Բավական հստակ նշվում է, որ այո, 5-րդ կետը գործում է այն ժամանակ, երբ որ հարձակվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Ում վրա է հարձակվել Իրանը։ Ամերիկայի վրա է հարձակվել։ Ամերիկան է հարձակվել։ Հարձակողական գործողության համար 5-րդ կետը չի գործում։ Եթե գործընկերների խնդրեր գոնե կօգնեին։ Եղել է այտենց, որ հարձակվել է Ամերիկան, գործընկերները օգնել են։ Բայց այս ամբողջ ընթացքում, այս մի տարվա ընթացքում այնքան այդ գործընկերների վրա մուննաթ եկավ,
Ֆրանսիան մեզ համար ինչ արել, Իսպանիան մեզ համար ինչ արել, Կանադան մեզ համար ինչ է, ժողովուրդ ջան, էլ ինչ պետք է անեին։ Այդպես պատերազմ կա, որ Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կողքդ չեն եղել։ Այդպես պատերազմ կհիշես, որ կողքդ չեն եղել։ Բա որ առավոտը ծիրիկ ու մուն նադգաս, դրանք էլ կասեն ախպեր, դե սկսել ես գնա դու էլ արա։ Էբա Դոնալդ Տրամփը ինքը կանգնեց, ասեց հանկարծակի ենք հարձակվել, որ չիմանային դրա մասին։ Այսինքն հանկարծակիության էֆեկտիվ era, Պուտինյան հանկարծակիության էֆեկտիվ era, որ 5 տարիա կռվում է։ Այդ հանկարծակիության էֆեկտով գնացել ես մի մուննատ ես գալի, թե ինձ չեք միան։ Իսկ ամեն ինչը սա արդեն վերաբերում է նոր աշխարհակարգին, չէ՞։ Բա ինչ ենք սպասում այս աշխարհակարգից։ Բա եթե կանգնում է Իրանի խորհրդարանի խոսնակն ասում ասկի քո բան ինչ ես կարող պահես, զինվորներ ինչ ես կարող պահես, բա մենք էլ անվտանգության երաշխիք ոնց որ թե Ամերիկայից էինք սպասում, չէ՞։ Էնել են դեպքում, որ ինքը Հայաստան զորք չէր մտցնելու, ընդհանրապես գալու էր մի հատ երկաթգիծ էր սարքելու, քանի անգամ ասած կլինենք, եթե Ամերիկայի հետ Միացյալ Նահանգների հետ մենք լավ գործընկեր լինեինք, առաջի ուրախը ես կլինեի, կողջունեի, բայց ես չեմ հավատում, ես մտավախություն ունեմ, որտեղ եթե դա Իրանի սրտով չեղավ, Իրանը ամեն ինչ կարանի, որ դրան խանգարի, այդ ժամանակի պատերազմը սկսած չէր։ Հիմա դուք պատկերացնում եք, այս պատերազմից հետո մենք ոնց ենք մտածում, որ Ամերիկան մեր անվտանգության երաշխավորն է։ Արաբական երկրները լավ էլ հասկացան, որ այդ բազաները ոչ թե իրանց պաշտպանելու համար էր, այլ Իրանին բոլոր կողմերից հարվածելու համար էր։ Իրանը շրջափակել էին մի քանի երկիրներ պետքա որ իրան կլինեին։ Բացարձակապես այդ բազաները ոչ միայն իրանց անվտանգությունը չապահովեցին, այլ այդ բազաները դարձան իրանց համար թիրախ դարձրեցին։ Իսկ այս ցամաքային գործողության ժամանակ էլ ասպա կմտնենք Էմիրատներ։ Դուք պատկերացնում եք, արաբական երկրները, ոչ միայն Էմիրատներ, արաբական երկրները հաստատ չեն դիմանա, եթե Իրանը մտնի այնտեղ։ Այդ մարդիկ նավթով կարգին պետություններ են ստեղծել, հիմա էլ տուրիզմով ու բարձր տեխնոլոգիաներով, ցածր տոկոսադրույքներով տեսեք ինչեր են սարքել, ինչ են ստեղծել։ Մի հատ ցամաքային գործողությունից հետո ընդհանրապես այդ երկրները կդառնան այն հին ուխտերի ժամանակվա երկիր կդառնան։ Նույնիսկ եթե այդ նավթը ամբողջությամբ չվերացնեն, նավթահորերը չվերացնեն։ Ինչի համար, որտեղ մարդիկ պիտի մտածեն, ոնց որ թե այդ երկրները այդքան էլ ապահով չեն, ինչքան մենք կարծում էինք։ Բա գնում են, ներդրում են անում, էս են անում, այն են անում, հազարով մի բան են անում, անշարժ գույք են առնում, այս կողմ, այն կողմ։ Մեկ էլ իրանք հասկանա, որ ցանկացած պահի հարևան երկիրը, այն էլ հարևան ասելով լավ մի հատ պարսից ծոցնել արանքներում։ Կարող է հանգիստ մտնի այդ երկիրը գրավի։ Այդ ով պետք է այդքան ներդրումն անի։ Այդքանը դուս եկավ այդ երկրները հաշված օրերի ընթացքում խնդիրներ կունենան։ Այն էլ ինչ ձևի խնդիր կունենան։ Հիմա արդեն ունեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ինչ է ասել։ Իրանը խնդրեց ինձ դառնալ գերագույն առաջնորդ։ Ես ասացի ոչ, շնորհակալություն չեմ ուզում։ Հիմա ժողովուրդ ջան, ազնվությամբ ես ամաչում եմ, որ այս մարդը մոլորակի գերտերության ղեկավարն է։ Իրանից ով է իրան խնդրել, որ ինքը դառնա գերագույն առաջնորդ։ Ախր լուրջ էլ ասում է, կատակով էլ չի ասում։ Լուրջ ասում է։ Ինչ թվում է ինքը պարզապես մտածում է իր մի ոտ է այն կողմի վրա է։ Իրան կարող է իմամ Խամենին խնդրել, որ ասելա դու որոնես ավելի լավ տիրություն կանես մեր երկիրը։ Այաթոլլա Ալի Խամենեին խնդրել, երևի ասելա ինձ սպանեցիր, գոնե դու արի երկրից տիրություն արա։ Ես չեմ պատկերացնում, որ գործող որևէ մեկը Դոնալդ Տրամփի դիմաց լինի ու ասի ուզում եմ կամ մեր մոտ հոգևոր առաջնորդը։ Կամ ես չեմ հասկանում, բանա այդ Թրամփի հեռախոսը որտեղ է դրած։ Այսինքն ով ուզում է զանգում է Ամերիկայի նախագահի հետ խոսում է։ Այդ ի՞նչ հեռախոսը, այդ որտեղ է դրած։ Միջանցքում, հա, որտեղ այլ է, ոնց են զանգում իր հետ խոսում։ Կամ ով է զանգում իր հետ խոսում։ Մեկը զանգում ասում է, բարև, ուզում եմ Թրամփին բան ասեմ, ասում է, սպասի միացնեմ։ Դե դուք պատկերացեք մեր վիճակը։ Իմիջայից ասեմ, Թրամփի նմանակ գտնելն էլ ահավոր դժվար, ոնց որ Նիկոլ Փաշինյանի, որտեղ հենց բաներ է Թրամփը անում։ Եթե նմանակը սենց բան ասեր կբռնվեր, չէ՞, կասենից ինչ ասում։ Չի կարա իրական նախագահը սենց բան ասի։
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աբբար Վելայաթին զգուշացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ցանկացած երկիր կբախվի բումերանգի էֆեկտի։ Պարսից ծոցը կդառնա վրեժխնդրության կենտրոն։ Պարսից ծոցի աշխարհագրությունը չի կարող անհետևանք մնալ, ասել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը։ Վելայաթին հավելել է, որ անխուսափելիորեն տեղի կունենան իրադարձություններ, որոնք կվնասեն նրանց, ովքեր սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը։ Իհարկե իր այդ ասած ակնարկը ես ավելի կոնկրետ ասի, իրանք ինչ են պատրաստում։ Ցամաքային գործողություն ոչ միայն Իսրայելի եւ Ամերիկայի զորքերի դեմն առնելու, այլ նաեւ գործողություն կատարելու մտնեն արաբական երկրներ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են եւ այդ պատճառով ցախալի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն ներառելով հավելյալ թիրախներ եւ ոլորտներ, որոնք օգնում են ռեժիմին արտադրել եւ օգտագործել զենք իսրայելցի քաղաքացիների դեմ։ Նրանք ծանր գին կվճարեն այս ռազմական հանցագործության համար, հայտարարել է Իսրայել Կացը։ Իդեպ Իրանը ծանր հարվածներ հասցնում է Իսրայելին, այսինքն այդ երկաթյա գմբեթ ասածը հասկացան, որ խիստ գերագնահատված է, ներողություն։ Խիստ գերագնահատված է այդ երկաթյա գմբեթը, բայց ամեն դեպքում հիմա դուք տեսնում եք, որ այս հարվածներից հետո հիմա ինչքան էլ Իսրայելը սպառնում է, Իրանը դրանից համենայն դեպս հետ չի կանգնում։ Իսկ դուք պատկերացրեք նաև գործնականում մենք որևէ մեկին չասելու կամ որևէ մեկին հակառակվելու որևէ շանս չունենք, բայց եւ այս պարագայում դուք տեսնում եք ցանկացած պահի կարա ցանկացած իրավիճակ լինի, որի հետ կապված մենք փաստի առաջ կանգնենք, էլի, անիմաստ տեղ։ Դրա համար Թրամփը այդ որ ասում էր ինձ առաջարկել են բան հոգևոր առաջնորդ դառնալ, պետք է ասել, որ ինքը կարող է շիա ուղղությամբ պետք է կրոն ընդունի։ Հիմա ինքը եւ քանի որ բանակցողների մասին նախորդ օրն էլ ինչ էր ասում Դոնալդ Թրամփը նշել է։ Իրանցի բանակցողները շատ տարբեր են եւ տարօրինակ։ Նրանք աղաչում են մեզ հետ գործարք կնքել, ինչը պետք է անեն, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են, վերադարձի զրոյական հնարավորությամբ։ Բայց միևնույն ժամանակ հրապարակավ հայտարարում են, որ միայն դիտարկում են մեր առաջարկը, ավելի լավ է լուրջ շուտ լրջանան, քանի դեռ ուշ չէ, քանի որ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձի ճանապարհ չի լինի եւ դա լավ չի լինի։ Այս նախորդ օրվա բաներ, սպառնալիքներ, հաջորդ օրը երկարացնում է ժամկետը եւ մեկ էլ Իսրայելն ինչպես տեսակ պատրաստվում է ավելի ծանր հարվածներ հասցնի։ Այս է վիճակը, բայց բացարձակ չի երևում, թե հաջորդ քայլը Ամերիկան որ պահին է դադարեցնելու, որովհետեւ շարունակելը իր համար արդեն լուրջ խնդիրներ է։ Ու երբ որ ասում են, որ սա ըստ պլանի է գնում, արդեն հասկանում եք, էլի, որ եւ այս աշխարհը մարդ չկա, որը չհասկանա, որ դա ըստ պլանի չէր կարող սենց գնալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրել է. այս պատերազմի սկզբից ի վեր ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված իրենց ռազմական բազաներից թաքնվելու հյուրանոցներում եւ գրասենյակներում։ Նրանք Պարսից ծոցի երկրների քաղաքացիներին օգտագործում են որպես կենթանի վահաններ։ ԱՄՆ-ի հյուրանոցները մերժում են ամրագրումներն այն սպաներին, ովքեր կարող են վտանգել հաճախորդների կյանքը։ ԱՄՆ Պարսից ծոցի երկրների հյուրանոցները պետք է նույն կերպ վարվեն, այսինքն դուք էլ թույլ մի տվեք կան այնպիսի մարդիկ, որոնց պատճառով թիրախավորվելու է ձեր հյուրանոցները։ Հիմա դուք պատկերացրեք վիճակը, այսինքն Իրանը արդեն իրան թույլ է տալիս սենց հեգնել, սենց կատակներ անել, այսինքն այդ ձեր զինվորները չեն, որ փախել են, թաքնվել են, էս են անում, դուք պատկերացնում եք։ Ժորժիան ինչքան ուզում է Իրանը մեր հարևանը լինի, եթե իշխանություն լինես, պետք է նորմալ հարաբերություն ունենաս, եթե դա պարզ է։ Բայց դուք հասկանում եք, չէ, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին հեգնելը ավելի շատ մենք ենք վիրավորում, քան երևի Դոնալդ Թրամփը։ Ինքը արդեն ոնց որ սովորել է դրան։ ԱՄՆ հատուկ բանագնաց Թուի Ուիտքոֆը հայտարարել է, որ կան ակնհայտ նշաններ, որ Իրանին կարելի է համոզել խաղաղության համաձայնագիր կնքելու, հաստատելով, որ Վաշինգտոնը 15 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել Թեհրանին պակիստանցի միջնորդի միջոցով։ Մենք կտեսնենք, թե ուր կհասնեն իրադարձությունները եւ արդյոք կարող ենք համոզել Իրանին։
Ժողովուրդ, այս են ուլտիմատում ներկայացնող Տրամպի հատուկ բանագնացը, չի։ Ոնց թե Իրանին համոզենք։ Բա դուք Իրանին ոչնչացրել եք։ Լրիվ վերացրել եք, ոչ մի բան չունի։ Փաստորեն պարզվում է դուք համոզում եք, այսինքն Իրանը չի համաձայնվում ձեզ հետ գնա խաղաղության ու հաշտության։ Դուք համոզում եք։ Համոզել, որ սա շրջադարձային կետ է, որտեղ նրանք չունեն այլընտրանք, բացի ավելի նոր մահերից եւ ավերածություններից։ Մենք ակնհայտ նշաններ ունենք, որ դա հնարավոր է, ասել է Ուիտկոֆը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ բանագնացը մեղադրել է Իրանին բանակցությունները ձգձգելու եւ ԱՄՆ-ի բանակցությունների կոչերը բազմիցս մերժելու մեջ, հայտարարելով, որ Իրանը փնտրում է պատերազմից դուրս գալու ճանապարհ։ Այսինքն դուք խոստովանում եք, որ Իրանն է բանակցությունը ձգձգում, բա ասում եք աղաչում է, ոտերները սերենգել, խաղաղություն էր ուզում։ Այս Ուիտկոֆը ում բանագնացն է, Թրամփի։ Բա ինքը չի լսում։ Եթե ինքը Թրամփին չի լսում, թող բաժանորդագրվի Էդվարդ Անտոնիա յութուբյան ալիքին, մենք իրան ներկայացնենք, թե Թրամփը ինչ ասի, ինքը սենց հակասող բաներ չասի։ Հիմա էլ սաղ գործերը պրծել է այն Դոնալդ Տրամփին հայտնի անեկդոտի ասած, ասում է «Էտելու պրծ»։ Ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հաստատել է, որ կենտրոնական հետախուզական վարչությունը զեկուցել է իրեն Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հնարավոր նույնասեռնականության մասին։ Թրամփը նշել է, որ նման տեղեկատվությունը կարող է բացասաբար անդրադառնալ Խամենեիի հեղինակության վրա, իր իսկ երկրում, որտեղ գործում են խիստ իսլամական օրենքներ եւ նույնասեռական հարաբերությունների համար նախատեսված է ընդհանուր միջև մահապատիժ։ Հա, փաստորեն չի կարող այդ մարդու սպանի։ Ասում է Ժորժ ջան, սպանեք էլի այդ մարդուն։ Գիտեք ինքը շատ փիս բաներ է անում, ձեր օրենքներով դրան մահապատիժ է հասնում։ Բայց հետդ կռվողը սաղ ընտանիքին կոտորելուց հետո իրան էլ հաշմանդամ է սարքե։ Դեռ մի հատ էլ ինֆորմացիա է գցում, որ նրա հարցը լուծեն իրանցիները, հա, ասեն ինքը իրավունք չունի։ Այս ինչ բաներ է կատարվում։ Բայց այդ նույն մարդը ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ասեց Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ խորը վշտով եմ ընդունել ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ այդ խորհրդում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Լարիջանիի նահատակության ցավալի լուրը յուրաքանչյուր թափված արյուն ունի իր գինը, որը հանցավոր մարդասպանները, նահատակների արյան թափողները շուտով պետք է վճարեն։ Բայց այս նույնասեռականն է ասել, չէ՞, մի քանի օր առաջ։ Այս մի քանի օրվա ընթացքում ինչքան վճարեցիք այդ սպանության համար։ Բայց սա էլ սպանեց, որ չբանակցեք։ Չգիտեիք, որ ամենակոնստրուկտիվ մարդը Լարիջանին էր։ Բա Ամերիկային պետք է նրան սպանել։ Ուղղակի Թրամփը չէր կարա Բիբիի ասածը չանի։ Թրամփն ով է, որ Բիբիի ասածը չանի։ Հիմա դուք չեք հասկանում Բիբին ձեր գլխին ոնց սարքեց։ Իր երկրի գլխին էլ հետը։ Լավ ախպեր ինչ արել եք, դե տակից դուս եկեք, լավ։ Մի քանի օր ոտներս կախկցենք, տակից դուս եկեք։ Ասենք Ժորժ ջան, փառք Աստծո, տարածաշրջանը խաղաղվեց, մենք էլ տեսնենք ինչ ենք անում, մեզ ոնց դրսևորենք, որ ոտատակ չգնանք, ամեն ինչ փառք Աստծո ավարտվեց։ Այս ամեն ինչը գումարվեց ուկրաինական պատերազմին, մեկին փոխկապակցված։ Հիմա չգիտի Ռուսաստանի ճնշի, թե Ռուսաստանի ժեստեր անի։ Ի վերջո մեզ համար սկզբունքայինը մնում է ուկրաինական պատերազմի հարցը նաև ինչի, բացի այն, որ Իրանը մեր հարևանն է, հասկացանք, որովհետև դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Եթե դու ուժեղին բոնուս տաս, վերջ, Հայաստանը որպես փոքր պետություն ո՞նց է արդարացնելու մեր արածը։ Ադրբեջանը մտել է մեր տարած դուրս չի գալիս։ Եթե դու արդարացնում ես Դոնբաս ուզող Պուտինին, դու ո՞նց կարաս մեղադրես ջերմուկ ուզող Ալիևին։ Մենք էլի մեղադրում ենք, բայց միջազգային հանրությունը պետք է մեզ լսի, չէ՞։ Եթե Տրամփը խաղա ագրեսորի թիմից, մենք ինչ խաղաթուղթ ենք դնելու, ում դեմն ենք դնելու։ Տենց էլ չի, որ կարող ենք դնենք, բայց դնելու բան էլ չի լինի, եթե հանկարծ ագրեսորին բոնուս տան։ Բայց դրա համար Հայաստանի շահերից բխումը հենց դա։ Անկախ նայես մեկը Զելենսկուն ընդունում է թե չէ, մեկը Ուկրաինային ընդունում է թե չէ։ Ախպեր ջան, մենք Հայաստանի մասին ենք խոսում։ Հայաստանի շահերից ո՞րն է բխում, որ Ուկրաինային չպարտադրեն, որ ինքը զիջումների գնա եւ օրինականացնեն օկուպանտի արած քայլը։
Եվ հարցը հասել է նրան, բայց չենք ասում, որ այն ինչ որ մենք սպասում էինք, որ թույլի իրավունքը հարգել ուժով, մի քանի օր առաջ էլ բաններ, չէ, Լավրովն էր արդեն նոր աշխարհակարգ, որպես այդպեսին հնարավոր չի մեղադրում էր Ամերիկային։ Բայց չի ասում, որ առաջին ինքն է սկսել։ Ուկրաինա, որ ինքը մտավ որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ, Իրանից է սկսվել, ՄԱԿ-ի։ Իրանից է սկսել, Ամերիկան դրանից հետո է արել։ Սերգեյ Լավրովը ինչ էր ասել, ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք մեր պատմության այն փուլը, որը մեզ պարուրաձև վերադարձնում է հետ դեպի այն աշխարհ, որտեղ ոչինչ չկար։ Չկա ոչ մի միջազգային իրավունք, չկա ոչ մի Վերսալյան համակարգ, ոչ մի Յալթայի համակարգ, ոչինչ չկա։ Տեսեք թե ինչ է կատարվում այժմ։ Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ ոչ մեկի ասածն իր համար օրենք չէ։ Նա մտածում է միայն իր բարեկեցության մասին, այդ բարեկեցությունը նա պատրաստ է պահել ցանկացած միջոցով, պետհեղաշրջումներով, առևանգումներով կամ այն երկրների ղեկավարների սպանություններով, որոնց բնական պաշարների կարիքն ունեն ամերիկացիները։ Ինչպես ընդգծել է Սերգեյ Լավրովը, ԱՄՆ չի թաքցնում, որ Վենեսուելայի եւ Իրանի դեպքում դա նավթն է, նրանք համաշխարհային էներգետիկ շուկաներում գերակայության դոկտրին ունեն։ Այս մեղադրանքը, որ Լավրովը ներկայացնում, ոնց է Իրան հակադարձելու Պուտմանը, Տրամպը։ Տրամպը պետք է ասել ագրեսորից չասեց։ Բանակցում էր, ասում էր բիզնես անենք, բան անենք, Ուկրաինայի հաշվին զիջումների։ Բայց թե ինքը այս հարցում ճիշտ ուղղությունը բռներ։ Հավաքական արևմուտքի դիրքորոշումը պաշտպաներ, ոչ թե ասել Ուկրաինան մեզ պետք չի։ Այսօր Լավրովը սենց բուլբուլ կտրած կմեղադրեր, կասեր բանը աշխարհակարգը տապալել է Ամերիկան չի հարգում։ Առաջի քայլը Ռուսաստանը չի արել, մենակ 22 թվականին չէ, 14 թվականի Ղրիմ մտնելը։ Դե մենք դուք պատկերացնում եք, թե ինչ հակատարվում աշխարհում, որ չկա այդ անվտանգային երաշխիքները, ու չկա նաև որ մտածենք հարևանների հետ այդ երաշխիքները կստանանք, որովհետև հասկանում եք, որ հարևանի այդ երաշխիքը ինչից է կախված, ինչով է պայմանավորված։ Ու այս պարագայում կա երկիր, որը որ մենք պետք է կարողանանք առաջիկա ընտրությունների միջոցով գոնե նորմալ ընտրություն կատարենք, գոնե նորմալ իշխանություն ձևավորենք, որ կարողանանք այս խնդիրների տակից դուրս գանք, ի վերջո ստեղծենք ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ Հայաստան։ Դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։